Մեկ օր մեզ հանգիստ չեն տալի, ժողովուրդ ջան, մեկ վայրկյան մեզ հանգիստ չեն տալի եւ այս ահռելի մասշտաբների քարոզչական պատերազմը, որ գնում է Հայաստանի հանդեպ, ես ապշում եմ, իհարկե ապշելի քանակի, հա, չափսերի է այդում, եւ հիմա էլ Հայաստանին ասում են, գիտես ինչ կա, կողմնորոշվի։ Նախ խնդրեմ, որ դնեք ձեր լայքերը, գրանցվեք իմ ալիքին, ողջունում եմ բոլորի ժողովուրդ ջան, դուք ձեր ակտիվությամբ հիշեք, որ գնահատում եք իմ աշխատանքը։ Ռուսաստանը Հայաստանին ասում է կողմնորոշվի։ Հասկանում եք, սա այն երկիրն է, ով 30 տարի մեր դաշնակիցներ, ով ասում էր եւ պայմանագրի մեջ գրված էր, որ պետք է պաշտպանի Հայաստանի անվտանգությունը, հա, պաշտպանի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, դրա համար գոյություն ունի Երևանի ռազմաբազան, այնտեղ այդ ռազմական ինքնաթիռներն են, դրա համար գոյություն ունի Գյումրիի ռազմաբազան, հա, որոնք որ հսկում են Թուրքիայի հետ սահմանը, նաեւ Իրանի հետ սահմանում էլ ռուսական զինվորականներ կային, հա, իրանք միշտ ասում են, գիտեք ինչ կա, քանի մենք ստեղ ենք, Թուրքիայի խորժակը զսպված կլինի, ոչ մի թուրք Հայաստան ոտ չի դնի, հա, զինվոր Թուրքի մասին է խոսքը, Հայաստան ոտ չի դնի, դուք ապահովված եք, մենք միայն չենք պաշտպանում ձեզ, այստեղ ուշադիր եղեք, մենք միայն չենք պաշտպանում ձեզ, չէ որ մենք այստեղ պայքարում ենք ՆԱՏՕ-ի դեմ, իսկ ՆԱՏՕ-ի դեմ պայքարելով մենք ապահովում ենք մեր անվտանգությունը, այսինքն Ռուսաստանի անվտանգությունը, դուք հասկանում եք ինչ էին ասում, չնայած տարիներ հետո որ արդեն կամաց տեսանք, որ Ադրբեջանի զենք են ծախում, չնայած այդ բաներին մենք միշտ մտածում էինք, որ ասում ենք, գիտեք ինչ կա, ինչ էլ ուզում է լինի, բան, չգիտեմ, դա պրոստը բիզնես է, էսա այնա, ինչ էլ ուզում է լինի, բայց վերջով որ հանգարց բանը հասնի կռվին, հա, բանը հասնի կռվին։ Ես չեմ ասում, որ պետք է ռուսը ասեր զենքերս հետո, չէ, բայց ասում են գոնե Ռուսաստանը Թուրքիային կզսպի, այսինքն չի թողի, որ հանգարց Թուրքիան Ադրբեջանին օգնի, հա, այդ իրան նայոմնիկներով, Էլեսյանեյան, ֆլանով, ֆստանով, այ գոնե մենք տղավարի կմնանք մենակ Ադրբեջանի դեմ, հասկանում եք, գոնե եթե պատերազմ լիներ, չնայած էլի դավաճանություններ, որ այդքան զենքեր տվե Ադրբեջանցուն, բայց գոնե կզսպի են գլխավոր մեր թշնամուն, այն գլխավոր Ադրբեջանի դաշնակցություն գոնե կզսպի, գոնե մենք ցես մենակ կմնանք ու տղավարի գոնե կարա Հայաստանը պատերազմանի, այն ասում է ադին Ադրբեջանի հետ։ Բայց ինչպես տեսակ, չէ, ժամանակն եկավ, Ռուսաստանը ոչի բան չարեց, մենք մնացինք մենակ, Թուրք եկավ, արդեն գիտեք, հա, մեր պատմական եւ պապական հողերը խլեց, նորից խլեց այն հողերը, որ հենց ռուսներ տվե ժամանակին Թուրքին։ Համի ինչ դուս եկավ։ Ինչ է իմ ասածը, որ երբ որ ժամանակն եկավ, որ ռուսը, հա, կողմնորոշվի, ինքը կողմնորոշվեց, բայց ում կողմ կողմնորոշվեց։ Կողմնորոշվեց Թուրքի կողմը, Ադրբեջանցու կողմը, ոչ թե հայի։ Դուք հասկանում եք սրանց ցինիզմի աստիճանը։ Եվ հիմի այս ցինիզմի աստիճանով եկել են մեզ ասում են կողմնորոշվի։ Էպա դու կողմնորոշվի իրար ավախտին։ Մենք կողմնորոշվել էինք, մեր ձեր կողքն էինք մենք։ Մենք ձեր կողքն էինք, դուք։ Ինչի կողմնորոշվակ Թուրքիայի կողմ։ Ինչն էր ձեզ պակաս։ Վախում եք բանը Ուկրաինայի հետ պատերազմում Թուրքը հելներ ձեր դեմ։ Հա, դրա համար որոշեցիք փուռը տակ Հայաստանին, հիմա եկել եք ասում եք կողմնորոշվի։ Դուք պատկերացնում եք ցինիզմի աստիճանը, հարգելիներս։ Հիմա արդեն սկսել են մուտիտներ անել, բանը Պարսկաստանի հետ սահմանին։ Միջև Պարսկաստանի հետ սահմանը մի փոքր հայտարարություն, ժողովուրդ ջան, դուք գիտեք, որ ես անցյալ տեսանյութի ժամանակ, հա, հաղորդման ժամանակ հայտարարեցի, որ ուզում եմ իմ ալիքը տեխնոլոգիապես, տեխնիկապես մի քիչ թարմացնեմ։ Մենք արդեն լինում ենք 3 տարեկան, հա, շուտով որպես ալիք եւ այդ նույն համարյա բանն է, ապարատուրեքն է միջև հիմի եւ չենք թարմացրել։ Դրա համար ես հայտարարություն արեցի, դրանից հետո որոշ մարդիկ ինձ գրեցին անձնականով, որ գիտեք ինչ կա, չեն կարողանում օգնել ձեր ալիքին, որտեվ
Հասանելի չի ոնց որ թե Հայաստանից։ Ինչ իմանամ ժողովուրդ ջան։ Ես մեղ չունեմ որ Հայաստանի Հանրապետությունը միջև հիմա Google-ի հետ մի հատ կոնտրակտ չունի, YouTube-ի հետ չի կարողանում մի հատ նորմալ աշխատի, որ հասանելի լինի։ Մի խոսքով ես այդ հարցը այն որ ասում ալտերնատիվ տարբերակով եմ լուծե, ես գրանցվել եմ գնիր ինձ 1 կոֆե, հա 1 սուրճ, գնիր ինձ 1 սուրճ հավելվածում, հա, որտեղ որ հասանելի է Հայաստանի համար եւ դուք կարող եք այմյա իրոք օգտակար լինել իմ ալիքին, եթե իհարկե ցանկություն ունեք, ընդամենը 1 կոֆեի, հա, 1 սուրճի գնով դուք կարող եք առելի օգուտ բերել մեր ալիքին, որը որ իրոք կարիքն ունի արդեն թարմանալու եւ զարգանալու։ Նենց որ կթողնեմ ստե QR-ն կթողեմ ժողովուրդ ջան, ով գիտի QR-ն օգտագործել, տես կօգտագործի, ով չգիտի կթողնեմ մեկնաբանությունների բաժնում, որտեղ որ մեկ հապումով կարող եք մտնել եւ կատարել ձեր օգնությունը դեպի իմ ալիք, նաեւ նկարագրությունների բաժնում կթողնեմ։ Հիմա շարունակենք էլի մեր հաղորդումը։ Ուրեմն նայեք, Հիմի սկսել են արդեն Պարսկաստանի հետ այդ բանը, մուտիտը, ճիշտ է։ Այսինքն ինչ են ուզում ասեն, էսի շատ կարևոր պահ է։ Ասում են Ամերիկան, Միացյալ Նահանգները, Տրամպի ճանապարհով գալիս է որ վերահսկի բանը Իրանի հետ սահմանը, նայեք այս խայտարակությունը։ Ես ուզում եմ մի հատ միջև շարունակելս հիշացնել, որ Տրամպի ճանապարհի նախագծում նախատեսված է որ Հայաստանի Հանրապետությունն է, հա, Հայաստանի զինված ուժերն են կամ սահմանապահ ուժերն են եւ այլն, որ պետք է ապահովեն այդ ճանապարհի անվտանգությունը եւ ամեն ինչը ընդհանրապես, այսինքն Պարսկաստանի այդ սահմանը, հա, անփոփոխ է լինում։ Այնտեղ շարունակելու են մեր սահմանապահ զորքերը աշխատել եւ ապահովել անվտանգությունը։ Բացի մի բանից, որը որ շատ է ցավացնում Ռուսաստանին, շատ։ Քանի որ Պարսկաստանի հետ սահմանին նույնպես գոյություն ունեն ռուսական զինվորներ, հա, եւ ռուսական զինված ուժերը այնտեղ ներկա են, այ իրանց ընդից պետք է արդեն հանեն։ Հաստատ ընդից արդեն պետք է հանեն։ Այս դրա համար սրանք արդեն իրանց ճղում են։ Ես ուզում եմ հիշեցնել, որ անցակետերից արդեն շուտվանից էին հանել մերոնք ռուսներին ժամանակին անգամ անցակետերում էին իրանք անցակետից արդեն հանել էին բայց սահմանի երկյանքով հա այդ երկարությամբ այնտեղ դեռ շարունակում էին ռուս զինվորականներ մնալ հիմի իրանց արդեն ընդից պետքա հանեն այս դրա համար սրանք մռմռում են ոչ միայն նրա համար որ կորցրեցին այն ինչը որ իրանք պլանավորել էին ոչնչացումը Հայաստանի եւ Սյունիքի անեքսիան հա այս ծրագրով այ բացի դրանից անգամ այդ սահմանից են ռուսներին հանելու էս է սրանց խնդրեմը հիմի դրա համար սրանք նստել որոշել են քննարկել են չգիտեմ իրար մեջ բա ինչ անենք ասում եկեք թշնամացնենք Պարսկաստանի հետ սրանց հա Հայաստանին Ուրեմն օգտագործելով նույն ռուսիկ լվացող հայի ազգանունով այդ մարդկանցել եւ այլն հիմի օբշակով ցաղով սկսել են մուտի տանել որ այնտեղ գալու է Ամերիկա Միացյալ Նահանգների չգիտեմ զինված ուժերը եւ վերահասկեն Պարսկաստանի հետ սահմանը պատկերացնում եք այս խայտարակությունը եւ այսի սկսում են կացցնել չգիտեմ Իրանի այսօրվա իշխանություններին ես ուզում եմ մի բան ասեմ չնայած ընդ ապուշ չեն շատ լավ հասկանում են բայց քանի որ Իրան շահերը համընկնում է իրանք դաշնակից են չէ Ռուսաստանի հետ հա իրանք շատ հնարավոր է որ մտնեն այդ դերի մեջ եւ ուզենան ինչ որ ճնշումներ գործադրեն Հայաստանի հանդեպ ես ուզում եմ մի բան ասել որտեվ մենք քանի անգամ ասել ենք այո որ Պարսկաստանը խոչընդոտել է որ Ադրբեջանը թուրքերի հետ միասին հա անեքսիա անեն այդ ճանապարհը հա այսինքն զինվորական ուժով կադրեն եւ ստեղծեն այդպես կոչված Զանգեզուրի կալիդորը, այսինքն զինված ուժերով, այո, տես բան կա, բայց ստե մի հատ բայց կա, որ շատ կարևոր է, որ հանգարց մեր ժողովուրդը շփոթին, էս չլինի, որ պարսիկը մեզ ինչ-որ լավություն է արել, մենք էլ չգիտեմ, էլի, չգիտենք սրա տակից ոնց պետքա դուրս գանք, տես բան չկա, առաջի հերթին, ինչ որ արել է, իր անվտանգության համար է արել, հա, ինքը որ ասել է, ստոպ, մեր սահմանը չպետքա խախտվի, Ադրբեջանը չպետքա ուժով, հա, վերցնի Սյունիքի ճանապարհը ինքը իր համար ասե որտեվ վերջով դա բխում է իր անվտանգության համար հա իր անվտանգությունից ոչ թե հայ սիրուն աշկերից սա մեկ սա ես ուզում եմ մենք լավ հիշենք որնես չլինի որ իրանք մեզի լավություն են արել մենք էլ տակից չգիտենք ոնց պետքա դուրս գանք սա մեկ երկրորդը
Որտեղ էիք դուք, երբ որ Հայաստանում պատերազմ էր։ Այս Արցախում պատերազմ էր, ինձ համար նույնն է, Հայաստանում պատերազմ էր։ Որտեղ էիք դուք։ Ոնց համ Իրանը, համ Ռուսաստանը, որտեղ էիք դուք։ Ուրեմն Ռուսաստանի հարցը մենք շատ լավ գիտենք, բայց Իրանի հարցը քիչ է քննարկվում։ Դուք չէիք առաջինը, որ շնորհավորեցիք Ադրբեջանին։ Այն վաղ, երբ որ հայերը փորձանքի մեջ էին, դուք ինչ արեցիք հայերի համար, ոչի բան, դուք աշկերներդ փագեցիք, հələ մի բան էլ թուրքերին շնորհավորեցիք, հա, որ կարողացան հայի հողերին տիրանալ, թեկուզ ժամանակավորապես, բայց տիրանալ։ Բա դուք այդքան կարճատես էիք, դուք չգիտեիք, որ վաղ թե ուշ հաջորդ թիրախը լինելու է Սյունիքը։ Դուք չգիտեիք, սա պատմական փաստ է, արա։ Դուք էլ տեղի ժողովուրդ եք։ Դուք էլ թո բան չեք արա, քոչվոր չեք եկած, դուք չգիտեք, որ մեր մեջ ինչ հարաբերություններ ա, մեր պատմությունը ոնց է, թե ինչքան ժամանակավոր իրանք ուզում են Սյունիքը պոկեն, հա, մեր մույս պատմական հողերը միացնելով իրար Նախիջևանը, հա, այս միացնելով իրար սարքեն թուրքական աշխարհ։ Եվ վերջը, որ Նախիջևանը սահման ունի Թուրքիայի հետ, դա էլ է ձեր մեղքը, դուք չեք վաճառել թուրքերին։ Այսինքն դուք այս ամեն ինչը շինել եք, շիլա շփոթ արել եք, համ եկե Հայաստանից բարոյականություն եք պահանջում կամ կողմնորոշում եք պահանջում, ուզում եք ասեք, չգիտեմ, սենց չի նենցա, հա, կողմնորոշվեք, այդ դուք կողմնորոշվեք։ Մենք պարտավոր չենք ձեր քմա հաճույքներով շարժվենք։ Մենք պարտավոր ենք մեր երկիրը զարգացնենք։ Մենք պարտավոր ենք մեր երկրի անվտանգությունը բարձրացնենք։ Ոչ թե դուք բռնեք ամեն անգամ մեր թշնամիներին շնորհավորելով, մեր հանդեպ անարդարություններին աշկ փագելով, մեզ կոտորելով, հա, այսպես դարավոր, սեզգանը meil ասա հայեր բան արեք, կողմնորոշվեք։ Արա դուք կողմնորոշվեք, որ այսօրվան չհասնեք։ Դուք ձեզ մի դրեք էշի տեղ մտում դուք չգիտեիք։ Աշկ փագիկ եկավ վասավ գործը սրան, ինչ եք մտածում, որ պետք է կանգներ բրծներ։ Այսքան պատերազմարին, որ Արցախը վեկալեն, հա, ումին դե մարչապրի, չգիտեմ քանի հատ բանը, օթանավակայան սարքեն, թե ումը մարեն այդքան օթանավակայան սարքե, Իրան, քոդեմ են սարքե, քոդեմ։ Դու մի բան եք անում, հա, Հայաստանին աթաթա եք տալի, այն օրն էլ դեսպանն էլ հելել ասում է, գիտեք ինչ կա։ Մենք միշտ Հայաստանի կողքն ենք եղեղի, եկե ստե իրանցիք մեր դեմ միծինգ անում Հայաստանում։ Մեր մոտ ազատ նորմալ երկիր է, եթե դժգոհ են ինչ-որ բանից, եկե միծինգ են անում։ Ինչ է, ոնց բա ձերբակալենք, հա, այդ ոնց պետք է ձերբակալի։ Չնայած հետո ինչ-որ այդ հայտարարությունից հետո իշխանությունները տեղի էին տվել, ինչ-որ միծինգներ էին բանարե, հա, այն որ ասում է չեղարկե, սա շատ սխալ է։ Հասկանում եմ այդ ձեր մտավախությունները, բայց սա շատ սխալ է։ Դուք պետք է հավատարիմ մնաք ձեր մեր երկրի դեմոկրատ, ժողովրդավար քաղաքականությանը։ Մի այդ մարկանց դուք չթողեցիք, նենց չիմանաք, թե վաղը Իրանը շնորհակալություն է ասում։ Ընտեղ այդ երկրի արդեն վերնախաղում թուրքերեն են խոսում, ընդ արդեն սա մտածված է, թե Հայաստանը ոնց պետք է մաս անեն։ Խոսքը պարսիկ ժողովրդի մասին չի։ Այն դե երկրի նախագահան ադրբեջանցի է, չգիտեմ, հոգևոր առաջնորդով բան ով կա, չկա, սա ադրբեջանցի է։ Սա հայտարարություն է, ուրեմն իրանք այս բորշը եփում են, իրանք այս ամեն ինչը էս բերում են հայի հանդեպ դնում են այս ամեն ինչը, հմ եկել են ասում են, գիտես ինչ կա, հայ կողմնորոշվի, արա դուք կողմնորոշվեք, արա։ Ուրեմն նայում եմ Facebook-ից այս լենտը թեքելով, sense մեկ էլ էլի Նարեկ Կարապետյանը եկավ, ասում է, որ գյուղ եթում եմ, բանը, պրավա չունեն, հա, ասում է, վարորդական իրավունք։ Գոչվածը չունեն։ Այ որ մենք գանք, սաղիդ վարորդական իրավունք ենք տալի։ Ժողովուրդ ջան, այս ձև կոմունիստական հայտարարություն, այս բանա էլի, այս պոպուլիզմ, այսպիսի պոպուլիզմ հայտարարություններին, ես չգիտեմ, մեկ էլ գիտեք ով էր անում, չգիտեմ, Չավեսը, երբ որ դառնում էր Վենեսուելայի նախագահ, այսպիսի բաներ էր ասում։ Սաղ ժողովրդին, ինչը ձեզնից խլել են, այս կապիտալիստները վերադարձնելու եմ ձեզ, բանը, իսկ ով որ սենց բիզնեսներ ուներ, էմպրեսաներ ուներ, բան ասում էր, ոչ մի բան մենք չենք բանանելու, ազգայնացնելու։ Այդ վիդեոները կա, հե, արա, մտեք նայեք, դες չի որ սնցից օրինում եմ։ Մենք ոչ մեկի ձեռից ոչ մի բան չենք խլելու։ Եկեք, շարունակեք ձեր ներդրումները, ձեր գլխից մաս չի փոկը։ Հենց դարավ երկրի նախագահ, հենց ընտրեցին, առհա, սաղին երկրից հանեց, լարեց, սաղի բիզնեսները խլեց, հա, ով ինչ չուներ, այդ ձև էլ եղավ մնաց
չունենալով, հələ մի բան էլ ավելի չունեցավ ամեն ինչից, հա։ В общем, սաղին էլ աղկացածրեց, այն որ ասում հավասարություն, այս սրանք կոմունիստները շատ են սիրում հավասարություն եւ իրանք այո անում են հավասարություն։ Գիտեք ոնց են անում հավասարություն։ Բոլորը հավասարաչափ աղկատ են։ Աղկատ այդ ձև են անում հավասարություն։ Ուրեմն կոմունիզմը եւ այդ ռուսական այդ բանը, հա, որն է գլխավոր գրավականը, ասում է միայն, ասում է, այս ձևա նայ, միայն աղկատ մարդը մեզ ձեն կտա, աղկատ մարդը ու բայց հույսով մարդը, այդ մարդը պետք է աղկատ լինի, բայց միշտ այն հույսով լինի, որ մենք կանենք, դրա համար այդ խոստումները պետք է լինի, բայց երբեք պետք է չկատարվեն այդ խոստումները ու միշտ այդ Ուրվինի վրա մնան, հա, հավասարություն անունով, պետք է հորինեն թշնամիները կապիտալիստներն են եւ այլն։ Հասկացաք, չէ՞։ Էս է սրանց բանը։ Միլ այդ նարեկին որ տեսա ակամայից այդ բանը, այդ ստերը հիշեցին, որ ասում է գնում եմ որ գյուղ եթում եմ, ասում է մարդիկ զրկված են վարորդական իրավունքից եւ իրանք տունը վարորդական իրավունքով են պահում։ Դու գիտեք, ես բոլորին հետ եմ տալու, հա։ Մենք կնայենք ամեն մի Հավայի ասում է բանի համար, խախտման համար զրկել են այս մարդկանց իրավունքից։ Մենք կվերանայենք եւ կվերադարձնենք իրանց վարորդական իրավունքները։ Այս ինչ տեսավ են բանը Որը ինչ էր, այդ զավոդների, այդ գործարանների պահով չաշխտա, որ ամեն օր մի հատ գործարան պետքա բացեն, համիել անցել են այս ձևի դիշովկա խաղերին։ Ես նորից ասում եմ, ով սրանց կողը կանգնավ, ով սրանց ձեն տվեց, հա, սա հայի տունը քանդողն է, սա նժդեին դեմ գնացողն է, հայ պետականության դեմ քայլողն է, չկա սրան ուրիշ բացատրություն, հասկանում եք, չկա, եթե հանգարտ Աստված չանի, մեր ժողովուրդը սենց ընտրություն կատարի, ուրեմն դուք սրան էլ արժանի եք լինելու, ուրեմն դուք դրան արժանի եք, որ սենց հոշ անեն, որ մենք անկախ չլնենք, պետականամետ չլնենք, այլ լինենք, չգիտեմ, ինչ-որ բոշու բարադի, ինչ-որ մի բան։ Ուրեմն, ես երբ որ խոսում եմ և փաստերով բերում եմ, որ ռուսն ես, չէ, կգան ու տակը կգրեն, հա, դե որ դու տենց ես խոսում, ուրեմն դու թուրքի, չգիտեմ, դուք նվագողն ես, հա, թուրքի տակ ես ուզում պարկես։ Այսինքն, այս մարդը իր էությունը ցույց է տալի, այսինքն ինքը կամ, այսինքն վեշնի պետք է մեկի տակը պարկի, ինքը չի կարա լինի ինքնուրույն, ինքը չի կարա լինի անկախ, հասկանում եք, ինքը պետք է վեշնի մեկի տակը պարկի, ասում է, ոչինչ, ասում է, արի սրա տակը չպարկեմ, իթամ նրա տակը պարկեմ, այնքի իր էության պետք է, ինքը չունի իր անձնական մտածելակերպը, անկախությունը, հա, իր ինքնությունը, չունի զրո է, այսինքն ինքը ոչ միայն կյանքում ատենց այդ գործի տեղն էլ ատենց, տունն էլ ատենց, գործի տեղը սրա կամ սրա ворնա մտնում, կամ նրա ворնա մտնում, ու երևի որ իրան առաջ բրթեն։ Հասկանում եք։ Այ իրանց էությունը է դա, սրանց այդ ձև են դաստիարակե։ Որ մտնող։ Կներեք այս խոսքիս համար, բայց ուրիշ բառ չկա ասելու, սրանք որ մտնող են։ Այ դրա համար երբ որ ես ասում եմ մենք պետք է անկախ լինենք, մեր պետականությունը պետք է պահպանենք, հիմա մեզ ձեռատալի Միացյալ Նահանգների հետ աշխատենք, պետք է աշխատենք, ձեռատալի հիմա Տրամպի հետ աշխատենք, պետք է աշխատենք, ասում, եթե դու ռուսին դեմ ես, ուրեմն դու թուրքի կողմնակիցն ես, գնա ուրեմն թուրքի տակը պարկի։ Ինքը, այսինքն ինքը երրորդ ճանապարհը չի տեսնում, իր մոտ լրիվ բան է, էլի, ասես փակ վիճակ է, քառակուսի, որ ասում են էտա։ Իր մտքի մեջ կա միշտ սրա տակը կամ նրա տակը պարկել։ Պրոստը ինքը պետք է գցի բռնի։ Սրա տակը պարկեմ, թե նրա տակը պարկեմ։ Այս կատեգորիայի մարդիկ են, հասկանում եք, մի անգամից ես սրան, ու գիտեք վատը որն է, գալիս են ու տենում ես, հա, այն հայերեն բարերով, ռուսերեն տառերով խերոսները, որ գալիս են, մի հատ խերոսել ենորներ խոսում, ուրեմն նստալ եմ, լսեք, նստել եմ, լսում եմ, թե ուզում էի լսեի, իմ մոտ շատ ուշ էր արդեն, բայց ասում չքնեմ, նստեմ, լսեմ, Ռոբերտ Քոչարյանին, Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահն, ասում դերամ ինչ ունի ասելու, մի բան ունի ասելու։ Ուրեմն ես կարացել եմ լսեմ, չնայած երկար եմ լսել, հա, որտեվ մարդիկան դիտի չեն կարծել, բայց քանի որ բլոգեր եմ, ասում ձգեմ լսեմ, բայց կարացա մինչև 1.5 ժամ լսեմ։ 1.5 ժամվա ընթացքում ես միայն լսում, մատ դուք եք դրեք, լսեք, այդ առաջի 1.5 ժամը Ռուսաստանը եւ Ռուսաստանը
Այս մարդը երևի այդ 1.5 ժամվա ընթացքում երևի մի 100-200 անգամ ասել է Ռուսաստանը մի հատ դրեք հաշվեք ժողովուրդ ջան։ Սա մի այդ խայտարակությունն է։ Ես ընկել եմ շփոթ մունքի մեջ արդեն չի հասկանում։ Ես լսում եմ Հայաստանի երկրորդ հանրապետությունը, Հայաստանի երկրորդ նախագահին, հա, թե լսում եմ, չգիտեմ, Ռուսաստանի կողմից գրգված ինչ-որ ագենտի կամ չգիտեմ, հատուկ լիազորված դեսպանի, իս ովքեր են։ Այս ովքեր են հայ շահի հետ вообще կապ չունի նենց է խոսում ոնց որ հայ շահ սկսվում է Մոսկվայում եւ վերջանում է Մոսկվայում Ռուսաստանը այ Ռուսաստանը 1.5 ժամ դրանից հետո անջատելին վերջ ասում ես հելա քնելու ախպեր արա դու էլ քո Ռուսաստանն էլ Ռուսաստանը դու գիտեք Ռուսաստանը էսա սրանք ստրուկ կարգավիճակ Ստրուկ կարգավիճակ եւ միշտ որ մտնող կարգավիճակ։ Ախր գիտեք վատը որն է, որ եթե երկրի նախագահն է որ մտնում, բայց չմոները ոնց որ չմտնեն։ Այս լակոտ մուկուտ այս փլաֆի այն որ 2 կոպեկ տա sense բաներ անում, շպրտամ են վրեն, հա։ Էսի քիչ է այդ որ ասիմ, չէ, հաղորդման ընթացքում, որ հայտարարություն էի, չէ, արել որ ասում էի ով կցանկանա օգնի, չէ, իմ ալիքին, որ դրել էի YouTube-ում գրառում էի դրեմ եկելին այդ ձև այդ խերոսներ այդ հայերեն բարերով ռուսերեն տարերով գրոսները բա դու բանը դու ինչ կոֆե խմես բան դու դեղ խմի մերի բան եկեք այս բաներ են գրում պատկերացնում եք ժողովուրդ ջան սրանց մակարդակը հիվանդ հոգեկաններ վերջում էլ միայն կավելացնեմ որ եթե ուրիշների սայուզնիկները, դաշնակիցները գալիս են ներդրումներ են անում երկրի մեջ, հա։ Զարգացնում են այդ երկիրը համ էլ ֆինանսական օգուտներ են տանում, հիշում եք, չէ՞, ես անցյալ եթերում ասեցի, գիտեք, որ նա բիզնեսը, երբ որ համ դու ես շահում, համ դիմացինը տա շահում, համ էլ եթե երրորդ կողմ կա, երրորդ կողմն էլ է շահում, դա նոր կոչվում է բիզնես։ Այս մեր դաշնակիցը, որ ասում է կողմ նորոշվի, բան, հա, այս ամբողջ փաստերով վերցրած, էս էլ ավելացնենք, հա, տնտեսական կողմը։ Սա գալիս է Եվ երկիրը թալանում տանում է, թալանում տանում, գողանում տանում, թալանում տանում, խեղդում երկիրը։ Էսա, էսեք դուք։ Հա? Եվ հենց այդ նույն խերոսը, որ ասում է Ռուսաստանը, հա? Հենց այդ նույնը հանեց Հայաստանում ինչ կար չկար, նվիրեց ռուսին, հա? Նվիրեց կոպեկների դիմաց։ Հետո ասում է ես լավ տղա եմ։ Լավ բաներ եմ արել։ Կծվել ես արա, դու ոչ լավ բիզնեսմեն ես, ոչ էլ լավ տղա ես, ոչ էլ լավ ղեկավար ես, որովհետև դու հանել ես կոպեկներով, տվել ես ռուսին, մի բանը, որ ասենք մի քանի անգամ ավելի թանկ էր, հա, քո պարքի հետ համեմատած։ Ասենք չէր կարող հակառակը լիներ, հա, երևի։ Մի խոսքով Պարզ է արդեն այս մարդը ինչ է արել եւ ինչ ուղղությամբ է աշխատել եւ ինչ ուղղությամբ է Հայաստանը տարել, որտես կամաց վերանար Հայաստանը, դառնար բան գոբերնա, այդ է եղել սրանց միտքի, իրանք էլ հարստանան, միշտ ասել եմ, սրանք երազում են լինել բան Չեչնիայի նախագահն են ուզում երազեն լինեն, հա, պրոստը Հայաստանում, որ գան նստեն, անեն այն, ինչ որ ուզում են։ Էս է սրանց երազանքը։ Սրանք մեր պապերի հետ, հայ արմատի հետ ընդհանրապես կապ չունեն։ Այսօր այսքան ըստ էության հաջողություն։